եկաք այս եթերին, սկզբի առաջին եթերն է մեր եւ այսպես տարին սկսվում է Միացյալ Նահանգները կեղծ ժողովրդավարություն, կեղծ դեմոկրատիա, օրը ցերեկով Թրամփի վարչակազմը ըստ էության մտնում է նախագահային իր իսկ երկրից առևանգում գողանում, այս կադրերն են ձեր թիկունքում, մենք տեսնում ենք արդեն գերեվարված Մադուրոն Վենեսուելայի նախագահ Միացյալ Նահանգներում է, առաջիկա օրերին նշվում է, որ դատավարությունը կընթանա, սա Վենեսուելայում ինչպես էին պաստառը իջեցնում Մադուրոյի։ Խնդրեմ, այս ամենի հետ կապված, պարոն Նահապետյան, ձեր տեսակետը ինչ զարգացումներ են սպասվում, ինչ կլինի հիմնական թիրախ, որն է այս գործողությունների եւ արդյոք սպասենք առաջիկայում նաեւ Իրանի դեմ գործողությունների, հաշվի առնելով, որ նախորդ տարվա տարեվերջյան Նետանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Թրամփը արդեն ակնարկեց այն մասին, որ Իրանը իրեն լավ չի պահում, այսպես մոտավորապես, եւ առաջիկայում հնարավոր է լինեն գործողություններ։ Նաեւ իրենք խոսում են, որ այս օրերին Իրանում հակակառավարական բողոքի ակցիաներ են երկրի ներսում, Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնում աջակցել այդ բողոքի ակցիաներին։ Համեցեք։ Նախ ինչ վերաբերում է Վենեսուելայում տեղի ունեցած դեպքերին, Վենեսուելայի նախագահին առևանգեցին, հետո գերեվարեցին եւ տեղափոխեցին Միացյալ Նահանգներ հունվարի 3-ին։ Պատական օր է, որ նույն Տրամփի վարչակազմի ժամանակ, երբ առաջին անգամ նա նախագահ էր, սպանվեց հրթիռակոծմամբ Իրանի Իսլամական Հանրապետության Պահապանների կորպուսի Երուսաղեմ կամ Ալ-Կուդս ստորաբաժանման հրամանատար Սուլեյմանին, որը որպես այլևս նահատակ է իսլամ աշխարհում եւ շիա մահմեդական աշխարհում։ Կարող է պատական է, բայց կարծում եմ պատական չի, որովհետեւ Միացյալ Նահանգներում հաճախ որոշումներ են կայացվում նաև հաշվի առնելով որոշակի խորհրդանիշներ, այդ թվում նաև թվերի հետ կապված։ Եվ այն ինչ տեղի ունեցավ հունվարի 3-ին Վենեսուելայում, կարելի է մի քանի սցենար դիտարկել։ Ակնհայտ է, որ Վենեսուելայի զինված ուժերը ընդհանրապես այդ երկրի տարածք ներխուժման ժամանակ գործնականում որևիցե դիմադրություն ցույց չտվեցին։ Ճիշտ է, սկզբից մի քանի ռազմական օբյեկտների, հոբ համակարգերի եւ այլն հարվածեցին, հոսանքազրկեցին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի մի մասը, որտեղ այդ մասում էր գտնում նաեւ այն շենքը, որտեղ գիշերում էր Վենեսուելայի նախագահ Մադուրոն։ Տարօրինակ կերպով այն ուղաթիռները, տասնյակ ուղաթիռները, որոնք ներխուժեցին Վենեսուելայի օդային տարածք, որևիցե ձևով չթիրախավորվեցին։ Ընդ որում ասեմ ձեզ, որ Վենեսուելան եւ այս 300 եւ այս 400 միջոցներ ունի եւ դյուրին կերպով, ընդ որում ուղաթիռները բավական ցածր են թռչում, կարող է նույնիսկ, ինչպես ասում են, ձեռքի օգտագործող հակաօդային պաշտպանության միջոցներ օգտագործել, բայց տարօրինակ կերպով փաստացի դա տեղի չունեցավ։ Այսինքն ես կարող եմ ենթադրել, որ այդտեղ որոշակի զինվորականների դավաճանություն է, որոշակի, բայց հաշվի առնելով, որ այդ դեպքից հետո Վենեսուելայի պաշտպանության նախարարը բավականին կոշտկեցված դրսևորեց Միացյալ Նահանգների այդ քայլի հետ կապված, ապա կարելի ասել, որ զինվորականության մի մասը պատրաստ է Վենեսուելա տարածք ռազմական ներխուժման ժամանակ լրջագույն դիմադրություն ցույց տալ։ Ընդ որում ասեմ ձեզ, եթե Միացյալ Նահանգները երկու լուրջ ռազմական գործողությունների արդյունքում խրվեցին երկու մեծ ճահճի մեջ եւ խայտառակ կերպով պարտված դուրս եկան, խոսքս Վիետնամի եւ Աֆղանստանի մասն է, ապա այստեղ տեղանքը Վենեսուելայի, որի մի մասը ջունգլիներն էր, ապա ջունգլիներում առանց էլ չմոտիվացված ամերիկյան բանակը կարծում եմ խայտառակ կերպով պարտություն է կրելու, եթե զինված հարձակում լինի։ Եթե դրան գումարենք, որ այնուամենայնիվ Վենեսուելայի պաշտպանական ուժերը
աշխարհազոր կոչվածը մոտ 2 միլիոն է, եւ ինչպես ասում են, բարի գարուստ Վենեսուելա, թող Միացյալ Նահանգների բանակը հետևակը մտնի մարտի մեջ։ Ավելի ջախջախիչ հարված, քան Վիետնամում եւ Աֆղանստանում են, նա չի ստանա։ Ավելի շուտ կստանա ավելին։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ այստեղ որոշակի դավաճանական կեցված եղավ անվտանգության ուժերի հետ կապված, որովհետև եթե ուշադրություն դարձնեք հաղորդագրություններում, որքան էլ Վենեսուելայի նախագահի Մադուրոյի անվտանգության ստորաբաժանումները թույլ տկար ի համեմատ ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանում լինեին, բայց այնուամենայնիվ լրջագույն մարտեր կարող են տեղ ունենալ։ Այդ մարտերը եւս տեղի չեն ունեցել։ Այսինքն ես այստեղ կարող եմ գնահատել, որ առաջին հերթին փաստացի գործնականում մեծ դավաճանություն իրականացվել է հատուկ ծառայությունների, Վենեսուելայի հատուկ ծառայությունների եւ առաջին հերթին Մադուրոյի թիկնախմբի կողմից, որի պատճառով կարողացան դյուրին կերպով հանել Մադուրոյին այդ երկրի տարածքից։ Կարծում եմ, այս 2-3 օրը բավականին այդպես իրավիճակը տարբեր սցենարներով կպարզվի, ընդ որում սցենարներից մյուսը դա պայմանավորվածություն է եղել, այդպիսի սցենար կա այնուամենայնիվ Մադուրոյի եւ Միացյալ Նահանգների վարչակազմի միջև։ Այսպես հանձնվել, հետո մոռացության մատնվել, ինչ որ ժամանակ նստել, հետո դուրս գալ եւ այլն։ Բայց ես ավելի շուտ հակված եմ դավաճանական գործողություններ անվտանգության ուժերի Վենեսուելայի եւ զինուժի որոշ բարձրաստիճան սպաների կողմից։ Իդեպ Միացյալ Նահանգների գործելավոշն է դա, եթե հիշենք, ինչպես Իրաք կարողացան ներխուժել, երբ Սադամ Հուսեյնին հավատարիմ գեներալներից մի քանիսը ընդամենը իր կողքը մնացին, մյուսները գումարի դիմաց վաճառվեցին ուղակի։ Ես այստեղ եւս չեմ բացառում, առավելս որ Վենեսուելայի նախագահի գլխագին էր ԱՄՆ-ի կողմից նշանակված $50 միլիոն։ Բայց եթե փորձենք գնահատել, թե ինչու տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, որն էր դրդապատճառը կամ շարժիչ ուժը։ Վենեսուելան ինքը երկիր մոլորակի նավթային ռեսուրսներով ուրեմն առաջին երկիրն է։ Ռեսուրսը 300 միլիարդ բարելից մի փոքր ավել 19.6% աշխարհի նավթային ռեսուրսների, բայց եթե արդյունահանման պահով նայենք, Վենեսուելան անգամ առաջին տասնյակում չի։ Եվ եթե զուգահեռենք Միացյալ Նահանգներին, Միացյալ Նահանգները աշխարհում արդյունահանման առաջինն է, 18.3% աշխարհի նավթի արդյունահանումը, բայց իր ռեսուրսներով տարբեր գնահատականներով ինքը ուրեմն զբաղեցնում է 9-րդ կամ 10-րդ պատվավոր տեղը։ Ինչին է պետք Միացյալ Նահանգներին այդ նավթը Վենեսուելայի։ Ես կարծում եմ պատահական չի, որ Վենեսուելայում գործողությունները համընկավ Իրանի Իսլամական Հանրապետությունում ուրեմն գործողությունների հետ։ Եվ այդ գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետություն կոնկրետ իշխանափոխությանն է միտված, եթե այսպես ավելի առարկայական նայենք, հա։ Եվ այդ իշխանափոխությունը ինչ նպատակ ունի։ Նպատակը շատ պարզ է։ Այս երկու նավթային գերտերությունների, ընդ որում տարբեր գնահատականներով, պաշարներով Իրանը 4-րդն է, արդյունահանմամբ 5-րդը։ Բայց ուշադրություն դարձեք, որ արդյունահանվող նավթի եւ Վենեսուելայի եւ Իրանի մի մասը գործնականում գնում է Չինաստան։ Ստրատեգիական առումով խնդիրը Չինաստանն է։ Ինչու՞։ Որովհետեւ Միացյալ Նահանգները հասկանում է, որ անկախ ամեն ինչից այն գործընթացները, որ աշխարհում գնում են, աշխարհը լինելու է բազմաբևեռ։ Եվ ընդհանրապես Միացյալ Նահանգների ցանկությունն է, որ որպես հեգեմոն միաբևեռ պրոյեկտը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի BRICS անդամ երկրների, Շանհայի տնտեսական համագործակցության անդամ երկրների դիմադրության կողմից շնորհիվ կարելի է գնահատել, որ աշխարհը այլևս դառնալու է բազմաբևեռ։ Եվ ելնելով այս իրողությունից Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի
աշխարհը ունենա երկու բևեռ, ոչ ավել եւ ոչ պակաս։ Բևեռներից մեկը ինքը լինի, մյուսը Ռուսաստանը։ Եվ այստեղ ինքը Ռուսաստան նկատմամբ ունի բացահայտ առավելություն, խոսքս տնտեսության մասին է։ Եվ պատահական չի Ռուսաստանի ռազմավարական դաշնակցությունը տնտեսության ոլորտում եւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ։ Իսկ սա նշանակում է, որ աշխարհի ազդեցության տարածքները բաժանելիս Ռուսաստանը ձգտելու է, որպեսզի նվազագույն իր կողքին լինի Չինաստանի ներկայացուցիչը, այսինքն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Որպեսզի այնինչ կարելի է բաժանել երկուսի միջև չբաժանվի երեքի միջև, Միացյալ Նահանգները որոշել է Չինաստանի տնտեսությունը ուղղակի ծնկի բերել։ Ծնկի բերելու երկու ձև կա, երբ ռազմական ագրեսիայով մտնում է երկրի տարածք, ավերում է, երկրորդ ձևը, երբ ապօրինի ձևով իրականացնում է իշխանափոխություն, բերում է իրեն հնու հնազանդ վարչակազմ եւ այդ երկրի տնտեսությունը այլևս ԱՄՆ-ի հսկողության տակ է։ ԱՄՆ-ն ընտրեց երրորդ ճանապարհը, այն է Չինաստանի տնտեսությունը հիմնականում հոսանքի արտադրություն նստած է նավթի վրա 80% եւ ավել։ Փակել այն ծորակները կամ այն նավթամուղերը կամ այն տանկերները, որոնք Չինաստան նավթ էին արտահանում։ Չինաստանը Վենեսուելայում բավականին լուրջ ներկայացված էր նավթի գնման հետ կապված, Իրանից բավականին լուրջ եւ մեծ քանակի նավթ է գնում է նաեւ նավթ արաբական աշխարհից, գնում է նավթ Ռուսաստանից եւ այսպես Չինաստանի տնտեսության կենսական թիվ 1 հոսանքի արտադրության գործիքը այն է նավթը մուտք չգործի Չինաստան։ Դրա համար հարված Վենեսուելային եւ հարված Իրանին։ Բուն նպատակը ստրատեգիական առումով սա է, եթե Չինաստանի տնտեսությունը այնուամենայնիվ որոշ գործողություններից հետո թուլանում է եւ այլևս մրցակից չի ԱՄՆ-ին, սա նշանակում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ աշխարհը երկուսով ազդեցության ոլորտներ են բաժանում, բայց այստեղ ԱՄՆ-ը ունի առավելություն, որտեղ ԱՄՆ-ի տնտեսությունը ի համեմատ Ռուսաստանի տնտեսության ավելի հզոր է։ Ամբողջ ծրագիրը սա է։ Մոտորերս արդեն պարզ կլինի, թե ինչ է կատարվելու Վենեսուելայում, նորից եմ ասում, ԱՄՆ-ը ռազմական ներխուժում եթե արեց, թեև արդեն նշանակել է այդ տարածքը արդեն իրենով է արել եւ կառավարիչը նշանակել իդեպս պետքարտուղար Մարկո Ռուբիոյի։ Ոչ ավել եւ ոչ պակաս։ Այսինքն այդ մարդու իրավունքներ, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, այս բոլորը երկակի ստանդարտների ներքո է։ Թեև Միացյալ Նահանգների նախագահի քայլեր հաշվարկել էր, ես մասնավորապես դեռևս տարիներ առաջ եմ ասել այն սցենարի մասին, ինչ որ այսօր տեղի ունենում, ինչը որտեղ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը առաջնորդվում է մի քաղաքականությամբ, որը դեռևս ժամանակին որդեգրել էր ոչ ավել ոչ պակաս Ռոնալդ Ռեյգանը, որը կոչվում էր արդարությունը ուժով։ Այսինքն Միացյալ Նահանգները արդարությունը յուրովի է հասկանում եւ այդ յուրովի հասկացած արդարության ինքը հասնում է ուժի կիրառմամբ։ Ահավասիկ դրա լավագույն դրսևորումը եղավ Վենեսուելայում նախագահի առևանգումը եւ գերեվարումը։ Ասեմ ձեզ, որ հիշում եք Միացյալ Նահանգների նախագահը աչուձախ ասում էր, որ ինքը խաղաղության մունետիկն է, 8 պատերազմ է կանգնեցրել, ինքը ամեն ինչով դեմ է, որպեսզի պատերազմներ չունեն։ Հիշեցնեմ մեզ լսողներին, որ նույն Միացյալ Նահանգների նախագահը Գազայի հատվածում, հիշում եք, խաղաղություն ստեղծելու համար Եգիպտոսում մի մեծ ժողով հրավիրեց, որտեղ եւ արաբական աշխարհի երկրներն էին ներկայացված, որտեղ ինքը մի կոմիտե ստեղծեց, խաղաղության կոմիտե, որը պետք է Գազայում իրականացնի խաղաղություն, այսինքն Իսրայելի կողմից Գազայի հատվածի վերահսկողություն, բայց ինչպես ասում են, բարև ձեզ, Գազայի հատվածում ոնց տեր ու տնօրինություն եւ կառավարում իրականացում է տարբերակների վրա, Համասը այդպես էլ հիմա իրականացնում է Համասը։ Նույն Միացյալ Նահանգների երկրորդ փայլուն հաջողությունը, իհարկե ճակերտների մեջ հաջողությունը Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիան էր Իսրայելի հետ միասին, զինական առումով 12 օր եւ խայտարակ պարտություն։ Իրանի Իսլամական Հանրապետությունը այդ ռազմական բախման ժամանակ հաղթեց, ինչու՞։ Որտեւ այն գործողությունները, որոնք միտված էին Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացնել իշխանափոխություն, գնահատման մեկ չափորոշիչ կա, քաղաքական ղեկավարությունը ռազմական է արժեվ ինչ խնդիր դրել է, ռազմականը կատարում է թե ոչ, ռազմականը չկատարեց, որտեւ իշխանափոխության փորձեր արվում Իրանում, դա չստացվեց։ Գլխատել վերնախավը առաջին հերթին հոգևոր, քաղաքական, ռազմական, գիտական ժողովրդին հանել փողոց
եւ իշխանափոխություն չստացվեց, այսինքն ես արձանագրում եմ Տրամպի երկրորդ փայլուն հաջողությունը, իհարկե ճակերտներում Իրանում։ Եվ հիմա Իրանում գործընթաց է սկսել։ Եվ այդ գործընթացի գործիքակազմը հայտնի գունավոր հեղափոխությունների գործիքակազմն է։ Այսինքն փողոցային ընդվզումներ, բախումներ մի կողմից եւ երկրորդ հաշվառներով որ Իրան Իսլամական Հանրապետությունը ինքը բազմազգ ժողովուրդ է, թեև Իրանում երբևիցե ազգային փոքրամասնությունների մասին խոսք չկա։ Այնտեղ կրոնական փոքրամասնություն, բայց հասկանալի է, որ կան մի քանի տասնյակ միլիոն ազերի, կան բելուժները, կան փուշտումները, եւ Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ մտադիր է Իրանում ներքաղաքական ճգնաժամ առաջացնել նաեւ անջատողական տրամադրություններով։ Այսինքն մեր հարևան Իրան Իսլամական Հանրապետությունում Միացյալ Նահանգները փորձելու է կստացվի, ես կարծում եմ, եթե ռազմական առումով չստացվեց, ապա այս փողոցային պայքարը սկզբունքորեն արդյունք չի տա, ինչու՞։ Որովհետեւ դու ուշադրություն դարձնենք 3-4 միլիոնանոց Սպահան քաղաքում, որտեղ հիմնականում ազերիներով են բնակեցված, ընդ որում ասեմ ձեզ նաեւ հարգելի լսողներ, որ Իրանի երկու կառավարիչները, առաջին երկու կառավարիչները ազգությամբ ազերի են։ Գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեին երկկողմանի ազերի է, բայց ազգային պատկանելությունը կապ չունի եւ նախագահը մեկ կողմից է ազերի։ 3-4 միլիոնանոց Սպահանում ընդամենը մի քանի հազար մարդ։ 13-14 միլիոնանոց Թերանում մի քանի հարյուր մարդ եւ անվտանգության ուժերը ուղղակի ձերբակալելու են, ոչնչացնելու են առանց սեթևեթանքի բոլոր այն օղակները, այն խմբերը, որոնք փորձելու են Իրանում ներքաղաքական ճգնաժամ առաջացնել իշխանափոխության պահով։ Ընդ որում Միացյալ Նահանգների նախագահը եւս, ինչպես ասում են, մատ թափ տվեց Իրանի ղեկավարության վրա, զգուշացնելով, որ եթե ցուցարարների նկատմամբ կլինի անմարտկային, անօրինական բռնություններ, կրակոցներ եւ այլն, իրենք կմիջամտեն։ Այդ թող միջամտեն։ Իրանը ասում է, «Էստե համեցեք, եկեք»։ Եվ վերջ։ Եվ այստեղից կարելի է ենթադրել, եթե մոտ օրերս 1, 2, 3 օր, եթե Վենեսուելայում Միացյալ Նահանգների զինուժը, ցամաքային ուժերը փորձեն ներխուժել, որպեսզի երկրում փողոցային պայքարի դուրս եկած ուրեմն քաղաքացիներին զինական առումով օժանդակեն, ապա այնուամենայնիվ ակնհայտ է, որ Վենեսուելայի բանակի մի մասը պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ընդվզելու է այդ ամեն ինչին, այսինքն Վենեսուելայի զինված ուժերը կոնկրետ ռազմական գործողությունների թաթերաբեմ են սարքելու ամբողջ երկրի տարածքը եւ սրան էլ ավելացնենք 2 միլիոն քաղաքացի մոտիվացված, որը աշխարհազորն է, կոչվում է Վենեսուելայի միլիցիա։ Այդ միլիցիան աշխարհազոր է, որը զինված է։ Այդ դեպքում Վենեսուելայի նոր ղեկավարությունը, իսկ ի պաշտոնե փոխնախագահն է այլևս երկրի ղեկավարը եւ պաշտպանության նախարարը ամերիկյան զորքերին կասեն, «Էստե համեցեք Վենեսուելայի ջունգլիներ» եւ լեռնային պայմաններ, եւ այստեղ պարզ կլինի, թե ով է պատրաստ Վենեսուելայի ժողովրդը իր հայրենիքը պաշտպանել, թե Միացյալ Նահանգների բանակը ուղղակի նվաճել այդ երկրի տարածքը։ Մոտ օրերս կարծում եմ այդ զարգացումները ինքնին ցուցիչ կլինեն, այդ թվում նաեւ Իրանում։ Ես չեմ կարծում, որ Իրանում շատ լուրջ բան է, ուղղակի քարոզչական առումով ուռճացում է այդ մի քանի հազարի իրողությունը, այդպես ներկայացնում են, որ Իրանի կեսը փողոց է իջել, նման բան չկա, հեքիաթների դաշտից է։ Առավելս որ Իրանը շատ կարևոր ունի մոտիվացված մեկ բանակ, Պահապանների կորպուսը։ Դա բանակ է մոտիվացված զինանձնակազմով, սպայակազմով, գեներալներով, որոնց փողով գնել հնարավոր չէ, ի տարբերություն Իրաքի եւ ի տարբերություն, ասենք, նույն Վենեսուելայի։ Մարդիկ չեն գնվում, չեն ծախում։ Ինչու՞։ Որտեւ եթե նույն Վենեսուելայում, նույն Իրաքում աշխարհիկ օրենքներն են գործում, հիմնականում, այսինքն մարդու կողմից գրված օրենքները, որտեղ մամոնան, այսինքն դոլարը, իշխանությունն էր մարդկանց, ուղղակի մարդկանց փող կարող են գնել։ Իսկ մեր հարևան Իրան Իսլամական Հանրապետությունում գործում է տիրոջ պատվիրանները, 10 պատվիրանը։ Մարդիկ հավատալում են Աստծուն,
եւ պատվիրաններին եւ պատվիրանների կատարմանը։ Դա համար այդ մարդուն չես կարող գնել, կարող ես սպանել, բայց չես կարող գնել։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները հերթական ֆիասկոն է ապրելու եւ Իրանում, եթե Վենեսուելայում զինակառավարումով փորձեց զորք մտցնել, նաեւ Վենեսուելայում։ Սա իմ գնահատականն է հունվարի 3-ին եւ դրանց հետո տեղի ունեցող գործընթացներին։ Իր հերթին Իսրայելի ռազմական կաբինետը հաստատել է Իրանի դեմ նոր գործողությունը երկաթե հարված անվամբ։ Մանրամասները եւ ժամկետները դեռևս չեն հրապարակվել, բայց գործողությունը կարող է սկսվել մոտ օրերս։ Դե կարևորը անունն է, գիտեք։ Ասենք իրական Հայաստան, կենաց էլի լցեք խմեք, լից քիչ։ Երկաթե շերեփ, չգիտեմ, այնտեղ Դավիթի, չգիտեմ ինչ, իսկ ով է թերագնատու, հա։ Եվ զոհերը ինչ։ Պատերազմի ժամանակ զոհել են լինում։ Ուրեմն գնահատման մեկ ցուցիչ կա, ես հորդորում եմ մեր բոլոր լսողներին, այդ թվում նաև փորձագետներին, այդ թվում նաև լրագրողներին։ Եթե ռազմական ղեկավարությունը չի կարողանում քաղաքական ղեկավարության կողմից դրված խնդիրը կատարել, ուրեմն այդ երկիրը պարտվել է։ 12 օր Իսրայելը ԱՄՆ-ի հետ դաշնակցած Իրանում փորձում են իրականացնել իշխանափոխություն։ Չեղավ։ Արձանագրում ենք Իրանը այդ բախման ժամանակ հաղթեց։ Սա է իրականությունը։ Իսկ մնացածը թե ինչ կորուստներ, իհարկե պատերազմի ժամանակ կորուստներ լինելու են։ Իհարկե Վենեսուելայում կորուստներ լինելու են, եթե ռազմական գործողություններ լինի, բայց եթե այդ երկրի ժողովուրդը պատասխանական մեր երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու են։ Ինչ անենք, ասենք նախագահը գերեվարվել է, չի շանկում, որ այդ երկրի պետական կառույցները ոչնչացել են։ Ես կարծում եմ, որ Վենեսուելայի ռազմաքաղաքական ղեկավարության եւ անվտանգային ուժերի թիմի մեկ խնդիրը շատ արագ հայտնաբերելն է դավաճաններին։ Շատ արագ։ Ընդ որում Իրանը փայլուն կերպով 12 օրվա պատերազմի ժամանակ դեռևս գործողությունները գնում են, նրանք արդեն հայտնաբերել էին։ Հիմնականում այն փարոսները, որոնք դրվել էին ռազմական, քաղաքական, հոգեվոր, գիտական ղեկավարների աշխատատեղերում եւ բնակատեղիներում, պարզեց, որ դա Աֆղանստանից այն պուշտուններն են, որոնք որպես փախստական եկել էին Իրան եւ Իրանում էլ եւս ապրում են պուշտուն ազգություն պուշտուններ եւ Իրանի ղեկավարությունը հյուրընկալ կերպով ընդունել էր մի քանի միլիոն մարդ։ Եվ արդյունքը ինչ եղավ։ Այդ 12 օրվա գործողությունների ժամանակ շատ արագ հայտնաբերվում էին բոլոր այն պուշտունները, որոնք օժանդակում աջակցում էին Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, եւ գնդակահարություն, ռազմադաշտային դատարաններ, պատերազմի օրենքներով գնդակահարություն եւ վերջ։ Կարծում եմ, որ նույն գործընթացները այստեղ են լինելու։ Այս կեղծ ժողովրդավարության քաղաքական արարմունքի լկտի պահվածքը, օրացերեկո մարդուն գողանան տանեն ու դեռ խոսեն ժողովրդավարություն։ Իհարկե։ Այնիշ կարելի է Զևսին չի կարելի եզին։ Միացյալ Նահանգներին նորից եմ կրկնում, որովհետեւ հասկանանք Միացյալ Նահանգների ներկա վարչակազմի խնդիրը միայն Դոնալդ Տրամպը չի, քաղաքականության բանաձևումը կամ մարտավարությունը որն է։ Ես կրկնում եմ, եւ որքան գիտեմ Միացյալ Նահանգների նախագահի աշխատասենյակում Ռոնալդ Ռեյգանի նկարը կա։ Իսկ ժամանակին այդ նախագահը մի մարտավարություններ իր երկրի շահերի սպասարկման համար իրականացել, որտեղ նշված էր արդարությունը ուժով։ Հիմա Միացյալ Նահանգները արդարությունը յուրով է հասկանում, այսինքն արդարությունը իր երկրի շահի սպասարկումն է, անկախ նրանից, թե ինչ պարտավորություններ, միջազգային կոնվենցիաներ, Միացյալ Ազգերի կազմակերպություն, մարդու իրավունքներ եւ այլն, բոլորը երկրորդական է։ Ինքը հաստատում է իր երկրի պետական շահը, որի անունը արդարությունն է դնում ուժով։ Հավասիկ ուժով մտավ առևանգեց եւ գերեվարեց, բայց այդ չի նշանակում, որ եթե Վենեսուելայի ռազմական եւ անվտանգային ամբողջ վերնախավը գնված է, սա այլ հարց է։ Բնականաբար Միացյալ Նահանգները այդ տարածքը եւ նավթային այդ ամբողջ ռեսուրսը իրենով է անելու, բայց ես գոնե հիմք եմ ընդունում պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ բավականին խիստ էր եւ կոշտ էր, իրենք դիմագրավել էին, եթե ցամաքային օպերացիա եղավ Վենեսուելայի նկատմամբ։ Իսկ սա նորից եմ կրկնում, ԱՄՆ-ի համար ցանկալի երազ կլներ Վիետնամը եւ Աֆղանստանը։ Այստեղ շատ ավելի լուրջ խնդիրներ են կարող են ունենալ։ Իմիջիայլոց Թրամփը արդեն զգուշացրել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին, որ մոտավորապես այսպես, հա, Մադուրոյի վիճակի թարգմանվելու
Դե հիմա ասում եմ վախեցնել միշտ կարելի է։ Ես գիտեք օրերս մի հետաքրքիր փաստի մասին իրազեկ եղա, մինչև չգիտեի, ուզում եմ կիսվել ինձ լսողներին։ Ուրեմն 2020 թվականին հոգեբանները եւ հոգեբուժները Դոնալդ Տրամփի հոգեբանական նկարագիրն են ուսումնասիրել եւ ոչ ավել ոչ պակաս գնահատել են որպես մեծամտության մոլուցք ռուսերեն կոչվում է «Մանը վիլիչը», բայց դա արժեք չունի, որովհետեւ ում նկատմամբ որ դա արվում է, ինքը պետք է համաձայնություն տա ըստ ԱՄՆ-ի օրենքների։ Եթե ինքը համաձայնություն չի տալիս, այդ գնահատականը որևիցե արժեք չունի։ Հիմա այդ մարդը ինքը իր բնույթով ավանտյուրիստ է, սպասարկում է իր երկրի շահը, իր երկրի շահի եւ երկրի քաղաքացիների տեսանկյունից շատ գովելի բան է։ Եվ իր համար որևիցե խոչընդոտ չի կարող մնալ, եթե դա շահի դեմ է։ Այսինքն ցանկացած քայլ կարող է անել։ Ընդ որում այդ անձին արևանգել են երկրի նախագահին, սա նախադեպ է։ Ճիշտ է 75 թվականին արվել էր 76-ին նույն Լատինական Ամերիկայի երկրներից մեկի նախագահին նարկո բիզնեսի, ինչպես ասում են, արևտերի մեջ մեղադրելով։ Բայց ասեմ ձեզ, սա նախադեպ է։ Օրինակ, այսպես կարող է վարվել հզոր երկրները, որոնք իրենց կարող են թույլ տալ։ Օրինակ երկու երկրի անուն տամ։ Օրինակ Չինաստանը կարող է առևանգել Թայվանի ղեկավարությանը։ Ռուսաստանը կարող է առևանգել Ուկրաինայի ղեկավարությանը։ Իսկ ինչու ոչ։ Այսինքն հիմա մի իրավիճակում է աշխարհը գտնվում, որտեղ այլևս գրված ու չգրված օրենքներ չի աշխատում, աշխատում է միայն ուժի օրենքը։ Ընդ որում Վենեսուելայի դեպքերի հետ կապված բականին այդպես լավ գնահատական տվել է Ռուսաստան Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը Դմիտրի Մեդվեդևը։ Հիմնավորում է ձատ վերջում հիմնավորել էր, որ ուժն է աշխատում, իսկ ուժ այսօր նշանակում է միջուկային զինանոց։ Եվ վերջում էլ գերել էր կեցե միջուկային զենքը։ Այսինքն այն երկրները, ովքեր այդ զենքին տիրապետում են, որոշակի առումով պաշտպանված են։ Եթե ոչ, այդ երկրների նկատմամբ կարող է արվել այն, ինչ արեց հունվարի 3-ին Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարությունը Վենեսուելայի նախագահի հանդեպ։ Այդ երկրի ինքնիշխանության հանդեպ, այդ երկրի ժողովրդի ընտրության հանդեպ։ Սա է իրականությունը։ Պարոն Աբրազյան, քանի որ տարեվերջին եղավ այդ դեպքերը եւ մենք առիթ ունեցանք դրանից հետո զրուցելու եւ այսօր այդ առիթը, ես կուզեմ նաեւ այս հարցին կուզեք ծավալուն անդրադառնալ տարեվերջին, որ ուկրաինացիները ըստ էության Թրամփ-Զելենսկի հանդիպումից եւ համատեղ ասուլիսից հետո Ուկրաինան հարձակում փորձեց իրականացնել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ դրան նաեւ հաջորդեց, թե նախորդեց, հիմա չեմ հիշի կներեք, գուցե դուք ճիշտը կասեք ավելի շուտ, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը։ Ուրեմն երկու կարևոր դեպք տեղի ունեցավ, այո, նոր տարվա գիշերը միայն դա չէր, Խերսոնի ծովափնյա մասում հանգստավայր կար, որտեղ քաղաքացիները ոչ միայն Խերսոնի մարզի, այլև Ռուսաստանի այլ մարզերից փորձում էին նշել ուրեմն տարեմուտը։ Սա ինչ է նշանակում։ Երկու դեպքում էլ իսկապես ահաբեկություն է։ Առաջին դեպքում ռուսական կողմը այլևս ապացուցված, որ գրոհը Վալդայի այն նստավայրում էր, որտեղ Ռուսաստան Դաշնության նախագահի այնտեղ էր, ասում են այնտեղ էր կամ այնտեղ չէ, էական է չէ, էականը որ իր նստավայրից մեկի վրա օդային հարձակում է եղել։ Ռուսաստանն առ այսօր տիրապետելով հրթիռային հզորագույն զենքերի երբեք իրեն թույլ չի տվել նման քայլ անել Ուկրաինայի նախագահի եւ վարչակազմի ղեկավար վարչակազմի նկատմամբ, բայց փաստացի Ուկրաինան իրեն թույլ տվեց։ Եվ այդ գործողություններին հաջորդեց եւս մի քանի հետաքրիր գործողություն, ավելի ճիշտ դրանից առաջ Միացյալ Նահանգները ակնհայտ է եւ Ռուսաստանը, որ Ուկրաինայի վարչակազմը պետք է փոխվի, որտեղ լեգիտիմության խնդիր ունի Զելենսկին, ակնհայտ է անցյալ տարվա մայիսից նա այլևս նախագահ չէ, երկրի գլուխ համարվում է Ռադայի օրենսդիր մարմնի ղեկավարը, բայց
ռազմական դրության ժամանակ ընտրություններ չկան, բայց թքած ունի մեծ հաշվով Բրիտանիան եւ իր խամաճիկ Զելենսկին։ Ասում էին, որ տեխնացուներ կարող են լինել, թե ովքեր կարող են լինել Զելենսկուն փոխարինողներ։ Երկու հին բավականին ծանր քաշային անձանց անուններ տրվում Միացյալ Նահանգների որպես տեխնացու Պորոշենկո եւ Տիմոշենկո։ Բայց կարծում եմ, որ որոշումը կայացվել է եւ Միացյալ Նահանգների տեխնացուն դա Ուկրաինայի հետախուզության ղեկավար բավականին ամբիցիոզ, երիտասարդ, խիստ վճռական Բուդանովն է, որը օրեր առաջ ոչ ավել ոչ պակաս նշանակվեց Զելենսկու ապարատի կամ աշխատակազմի ղեկավար։ Իր լծակներով կշռով նա երկրորդն է Զելենսկուց հետո։ Սա կարելի է գնահատել հետևյալ կերպ. մի կողմից միգուցե Բուդանովին գործականում զրկել են լծակներից, այն է հետախուզական ամբողջ կառույցը, որը ունի դիվերսիոն խմբեր, որը գործողություններ իրականացնում եւ Ռուսաստանի տարածքում եւ Ուկրաինայի տարածքից դուրս այլ վայրերում, սա նշանակում է, որ այդ մարդուն զրկել են լծակներից։ Սա մի մոտեցում է, բայց կա նաև այլ մոտեցում, որ Բուդանովին բերել են որպես երկրի Միացյալ Նահանգների կողմից որպես տեխնացու երկրի ղեկավար։ Ինչպես ասում են, Զելենսկու երգը երգված է։ Ընդհանրապես խնդիրը նա է, թե նա այդ պաշտոնը ինչպես է թողելու։ Կարող է օրինակ բարձր աշճաններից սայթակի ընկնի գլուխը քարերին հարվածի եւ այդպես վերջ տա երկրային կյանքին։ Կարող է ինչ-որ մի հրթիռ կպնի այնտեղ, որտեղ ինքն է նստած։ Կարող են առևանգելի դեպ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները, այնպես ինչպես առևանգեցին Մադուրոին։ Բայց փաստը մնում է փաստ, որ Զելենսկու հարցը լուծված է եւ ԱՄՆ-ի տեխնացու Բուդանովին նշանակելով աշխատակազմի ղեկավար Միացյալ Նահանգները պատրաստում է Ուկրաինայի իշխանափոխություն։ Բրիտանիան ունի իր տեխնացուն Զալուժնին, որը Ուկրաինայի պաշտպանության կառույցի ղեկավարն էր, տարուց ավել հանձնում է Ուկրաինայի դեսպանը Բրիտանիայում, բայց կարծում եմ Միացյալ Նահանգները այստեղ չի ընկրկելու եւ ուղղակի տեխնացուին է նշանակելու, որից հետո կորոշվի Ուկրաինայի ճակատագիրը։ Ինչ ձևով կորոշվի, Միացյալ Նահանգները կարող է ամբողջովին Ուկրաինան թողեն Ռուսաստանի ազդեցության տարածք եւ Մորոյի հայտնի այն պրոյեկտը, որը 19-րդ դարի կեսերին դրվեց ԱՄՆ-ի նախագահ Մորոյի կողմից, այն է եվրոպական գաղութատիրությունը, որը վտանգում էր հյուսիսային եւ հարավային Ամերիկաները, հակազդել այնպես, որ Միացյալ Նահանգները ունենան ազդեցություն Ամերիկան մայրցամաքի ամբողջ տարածքի վրա։ Եվ հիմա Տրամպը փաստացի ինքը փորձում է տեր ու տնօրինություն անել Ամերիկա մայրցամաքում։ Ասեմ ձեզ, որ այդ առումով մի քանի պետություններ ուղղակի վտանգի ներքո են։ Դա Մեքսիկան է, դա Կուբան է, դա Բրազիլիան է, դա Կանադան է։ Միացյալ Նահանգները փորձելու է տեր ու տնօրինություն անել այն բակում, որտեղ ինքն է ասող, իսկ այդ բակի անունը Ամերիկա մայրցամաք է։ Եվ եթե այդպես է, ապա ես չեմ բացառում, որ իմ նշած երկրները եւ Կուբան, եւ Կոլումբիան, ընդ որում, եւ Մեքսիկան, եւ Նիկարագուան զինական առումով ուղղակի օժանդակ են Վենեսուելային, ընդ որում Կուբայի նախագահը արդեն 3 հայտարարեց, որ իրենք պատրաստ են ոչ միայն զենքով, այլև կամավորներ ուղարկել Վենեսուելայում, եթե սկսի ռազմական գործողություններ։ Այսինքն այդ մայրցամաքը փոթորկվելու է։ Եվ եթե փոթորկվելու է, ապա Միացյալ Նահանգների համար բավական ծանր ժամանակներ են սպասում այդ հրդեհը տարբեր տեղերով մարելու համար։ Ժամանակին այդ մայրցամաքում հակաամերիկյան լուրջ տրամադրություններ կային ղեկավարներ, կային առաջնորդներ, մարդիկ, որոնց անունով անգամ պետություններ, հայտնի Բոլիվարի անունով, եւ այդպես աշխարհի վերաբաժանումը իսկապես բավականին ցավերով է, արյունով է, կորուստներով, ընդ որում ասեմ ձեզ 20-րդ դարի սկզբին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւս այդպես եղավ։ Եվ ցավոք հայությունը հավաքական առումով պատրաստ չէր ցնցումներին դիմագրավելու, եւ մենք դրվեցինք զոհասեղանին դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով։
Եթե այնուամենայնիվ մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ բավական լուրջ գործողություններ սկսի, ապա ես չեմ բացառում, որ մեր երկու հարևանները մեկը բացահայտ, մյուսը ոչ, ներգրավելու են Իրանի դեմ գործողություններ, խոսքս Ադրբեջանի բացահայտ եւ Թուրքիայի ոչ բացահայտ։ Եվ պատկերացեք մեր երեք հարևաններում տեղ ունեցող գործընթացները, պատերազմ, ավեր, փախստականներ, պատկերացեք, եթե Ատրպատականից, որտեղ հիմնական մի քանի տասնյակ միլիոն ադրբեջանցիներ են, իրենք գաղթեն, ասենք ուր են փախնելու, պատերազմ այդտեղ, գալու են Ադրբեջան ու Հայաստան, միլիոնավոր մարդիկ, իսկ ըստ Փաշինյանի սրտի նախագահ Իլհամ Ալիևի հարբեցող ծաղրացուն իրական Հայաստանի հեքիաթներն է պատմում, ինքնիշխան Հայաստանի, եկեղեցու դեմ պայքարի, երբ որ նորից եմ կրկնում, երկիր մոլորակը ուղղակի փոթորկվում է, ազդեցության տարածքներ, արյուն, նվաճում եւ գործում է մեկ օրենք, ուժի օրենքը, ոչ թե այսինքն ուժի իրավունքը, ոչ թե իրավունքի ուժը։ Երկիրը եթե պատրաստ է դիմագրավել ցանկացած ոտնձգություն կամ ունի դաշնակիցներ, որոնց ասենք միջուկային հովանոցի ներքո կարող է ստնել երկիր պաշտպանված է, եթե ոչ դրվելու է զոհասեղանին։ Պարոն Հապետյան, Բուսարապետի կարգով արձագանքեք, Թրամփը նաև ասաց իր եւ Պուտինի հեռախոսազրույցից հետո, Պուտինը իր զարմանքն է հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված Միացյալ Նահանգների ներդրումը։ Պուտինն իրեն ասել է, թե չի կարող հավատալ ինչպես է ԱՄՆ-ն հասել այդ արդյունքի եւ դա նրանք փորձում էին անել 10 տարի։ Ես նորից եմ ասում, Տրամպը ասում էր Գազայում պատերազմ չի լինի, չէ՞, վերջ։ Հիշում եք Եգիպտոսում, Եգիպտոսի նախագահի ներկայությամբ, որտեղ Տրամպն էր արաբական երկրներից էին ներկա, Թուրքիայից էին ներկա, ասեց վերջ, կռիվ չկա այլևս, խաղաղություն է։ Ինչ որ խաղաղության կոմիտե ստեղծեցին, որպեսզի Գազայի հատվածում վերահսկողություն սահմանեն։ Հիմա այնտեղ ով է վերահսկողություն սահմանում։ Համասը։ Իրանի դեմ 12 օր պատերազմ, նպատակին հասան, չհասան։ Հիմա ասում են դուք էլ ասեք։ Հա, այսօր ժամանակավոր խաղաղություն է, բայց այնքանով որքանը որպայն Իրանի դեմ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսեցին գործնականում գործողություններ, ներսում լուրջ ցնցումներ առաջացնելու։ Մեր երկու հարևանները Թուրքիան եւ Ադրբեջանը ուզեն թե չուզեն իրենք ներգրավելու են այդ գործընթացներին։ Իսկն մեր 3-4 հարևաններից 3-ը ռազմական այս կամ այն չափով գործողությունների մեջ են ներգրավում։ Եվ այդ հրդեհը որտեղ բռնվելու է, արդյոք այդ հրդեհի բոցերը Հայաստան չեն մտնելու։ Վստահաբար մտնելու են։ Ինչքանով Հայաստանը պատրաստ։ Թող Փաշինյանը ուխտ երթեր կազմակերպի։ Մեկ-մեկ ինձ թվում է, թե բանա, հələ ինքը կոնկրետ խնդիր է կատարում, հանձնարարականներ, բայց կողքի շրջապատի մարդիկ թեև գնալով պակասում են, եթե այդպես զուգահեռ տանենք, էլի։ Նրանցից շատերը հասկանում են իրավիճակը, իսկապես վիճակի ծանրությունը եւ մեր անպաշտպան լինելու հանգամանքը։ Եվ ում վրա է հույս դնում, որ պետության վրա, որոնց հետ չունեն ռազմական որևիցե պարտավորություն, օրինակ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների կամ հավանական ՆԱՏՕ-ի, ում վրա է հույսը դնում։ Հետաքրքիր է։ Այդպես հիմա շատ էլ ասեց Տրամպը, ինչ ա եղել։ Տրամպի ներքին էությամբ մեծ հաշվով, եթե այսպես մի քիչ ժարգոնային բնութագրում տամ, ինքը ավանտյուրիստ է։ Եվ իր միլիարդներն էլ այդ ավանտյուրայի, այսպես նաև հաշվարկների շնորհիվ աշխատել։ Մի քանի անգամ ունենալով միլիարդավոր դոլարներ սննկացել է։ Սա եւս դրա ցուցիչն է։ Ել չեմ ասում հոկեբանների, հոկեբուժների 2020 թվականի գնահատականը։ Մայնե Վիլիչը մեծամտության ցնորք։ Հենց մարդու մոտ սա է եւ ԱՄՆ-ի էլիտան փորձում է համաշխարհային հեգեմոն դառնալ։ Թեև կարծում եմ արդեն իրենք հասկացել են, որ հեգեմոն չեն, գոնե իրենք աշխարհը բաժանեն ազդեցության ոլորտների մեկ պետության հետ, Ռուսաստանը, այսօր կռիվը դրա վրա է գնում, էլի։ Շատ էլ ասեց մի օրում կանգնացրի, հո կանգնացնելով չի։ Ասելով հո չի։ Բա այդ որ խաղաղության
Նոբելյան մրցանակի էր հավակնում, այդ ինչ արեց այդ Վենեսուելայում, այդ ինչ իրավունքներ ոտնահարեց, այդ ժողովրդի ընտրության իրավունքի վրա մեծ հաշվով թքած ունենալով, ուղղակի մտավ երկիր, մարդուն առևանգեց։ Բայց սա միջազգային իրավունքը։ Հետաբանոց եմ ասում, այսօր աշխարհում գործում է ուժի իրավունքը, ոչ թե իրավունքի ուժը։ Եվ բոլոր այն երկրների նախագահները, որոնք իրենց ժողովուրդներին խաբում են, նախ իրենց որպես պրոֆեսիոնալ աղանդավոր, իսկ աղանդավորների հիմնական բնութագրականն է, որ քանի որ իրենք գնահատում են, որ քրիստոնյա են, իբր փորձում են ինչ-որ մի սուտը ճշմարտության տեղ անցկացնել։ Հետո այդ սուտը նախ իրենց համոզում են, որ այդ ճիշտ է, տարբեր մանիպուլյատիվ հնարքներով, հետո կողքիններն են համոզում, այդ նույն հնարքներով հետո ոնց որ օրվա վարչակազմը Հայաստանի իշտում է ժողովրդին են սկսում համոզել։ Իրական Հայաստան, ինքնիշխան Հայաստան, տարածքները բացվելու է, առևտուր են կանելու եւ այդպես շարունակ։ Երկիր մոլորակը վերաբաժանման երկունքի մեջ է, ցավերով, արյունով, տարածքային կորուստներով, տարածքային ձեռքբերումներով, գաղթականներով միլիոնավոր։ Եվ այս վիճակում Հայաստանի օրվա վարչակազմի որդեգրած քաղաքականությունը։ Գայք հիմա դրան նոր տարի սկսվել է, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը իրենք ուխտերթ են սկսում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, նախ առաջին օրը իրենք ստորագրել են այս պատկերը հիմա էլ նայեք, պարոն Ավետիսյան, սա հայտարարությունն է հերթական, 10 իրադարձները Նիկոլ Փաշինյանի հետ կառավարական տանն են։ Խնդրեմ, սա առաջին հերթին նաև սահմանադրական կարգի բարձր նախատապարում է, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ինքը որպես քաղաքացի է այս ամենին մասնակցում, ոչ հրապարակված ինքը ստորագրել է որպես երկրի վարչապետ, ինքը այստեղ պետական տանը այս իրադարձներին հավաքելով սա ևս սահմանադրական կարգի տապալում է։ Խնդրեմ, ինչ սպասենք, ինչ գործողությունների սպասենք։ Եթե հակիրճ այսպես գնահատենք, այդ շապիտո կրկեսը շրջիկ կրկես կա, որտեղ պատտվում են տարբեր եկեղեցիներում ինչ որ իբր պատարակներ են մատուցում, այնինչ դևերի խնջույք է, հա։ Այստեղ էլ ինչ որ փաստաթուղթ ստորագրեցին։ Ես փորձեցի այդ փաստաթղթի տրամաբանությունը հասկանալ, կարդացի մի քանի անգամ, մենք ներքո ստորագրյալներս եւ վարչապետ եւ 10 հոգեվորական։ Իբր ճանապարհային քարտեզ է։ Երբ կարդում ես, հայտարարում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետեւյալ ճանապարհային քարտեզով։ Ոչ մի ճանապարհային քարտեզ չկա։ Կենաց։ Եվ որպեսի առավել քան հիմնավոր ասեմ, շատ լավ գրել էր, ես ուզում եմ անպայման ընթերցել հրապարակ թերթի, նաև լրատվամիջոցի ղեկավարը Արմինե Օհանյանը, իսկապես շատ դիպուկ հիմնավոր գրել է։ Հանդարտվեք, սա հերթական PR ակցիան է, ավելի շուտ հոգեբանական գրոհը, որ եկեղեցապաշտպան հասարակության նկատմամբ ձեռնարկում է Սուրբ Ծնունդի նախօրյակին, որպեսզի ստրեսի մեջ գցի հավատավոր մարդկանց նյարդերի հետ խաղա։ Ոչինչ չասող խոսքեր։ 5 անիմաստ կետ։ Նախորդ հայտարարությունների կրկնությունը, ընդ որում կետերն էլ միմյանց հետ կապ չունեն, տրամաբանական շղթայի մեջ չեն ու ոչ մի ճանապարհային քարտեզ էլ գծված չի, շատ հստակ ասում։ Եվ շարունակում է Արմինեն Օհանյան։ Հանգիստ եղեք, պահպանեք ձեր նյարդերը, այս խեղկատակության հաշվարկը հենց դա է, հերթական անգամ մարդկանց ցնցել, հունից հանել։ Եթե վեհապարը կամովին չի հեռանում, միակ ճանապարհային քարտեզը մնում է նրա ֆիզիկական ոչնչացումը, որտեղ անգամ կալանավորելը չի նշանակում կաթողիկոսական գահի թափուր լինելու եւ տեղապահի նշանակման հնարավորություն։ Եկեք խաղաղ արձանագրենք։ Առաջին, վարչապետի աթոռի նստած անձը կաշան եփել է, մտել է փակուղի, որից ելք չկա, ելքը չի գտնում։ Եվ արդեն անտրամաբանական ու անհեթեթ քայլեր է ձեռնարկում իր ստորագրությունը դնելով 10 ուրացող արքեպիսկոպոսների անունների կողքին։ Եթե դա հոգևորականների տեքստ է, ինչ գործ ունի աշխարհիկ անձի Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դրա տակ, իսկ եթե հանրության պահանջը ինչու դրան չեն միացել այլ պաշտոնյաներ, հանրային գործիչներ, շատ դիպուկ է ասում, եւ ճիշտ է ասում։ Հիշում եք, երբ Փաշինյանը ասում էր, ես որպես քաղաքացի եկեղեցու հետևորդ եմ մասնակցում, հիմա պարզեց չէ, ստատուսը փոխել է։ Երկրորդ, 10 ուրացողների կազմը ոչ մի կերպ չի ընդլայնվում։
նույն մռայլ ու դժբախտ, իրենք իրենց մահախոսականը գրած մարդիկ են, համալրում չկա, ուստի եկեղեցու պառակտման մասին խոսելն առնվազն ծիծաղելի է եւ սուտ։ Երրորդ, վաղը եւս երկու եկեղեցուն շրջիկ հավատացյալների խմբով կեղծ արարողություններ կանեն, սրբապիղծներին անգամ աստվածհայտության տոնը հետ չի պահում նման զազրելի քայլերից, բայց ընտրած եկեղեցիներից մեկն արդեն իսկ իրենց պղծած եկեղեցին է, մյուսը Գրիգոր Լուսավորիչն է, նախկին դեկան Անուշավանի եկեղեցին, երկուսն էլ դե ֆակտո կճոյանի տնօրինության տակ գտնվող, թեև Գրիգոր Լուսավորիչը ասացին, որ ուղիղ մայրաթորն է ենթարկում, ես ասեմ, այո, ուղիղ մայրաթորն է ենթարկում։ Եվ վերջապես, արդեն Գարեգին B ամենայն հայոց կաթողիկոս պարտավոր է քայլ անել, ուրիշ ինչ պիտի անեն եկեղեցուն դավաճանած այս 10 հոգևորականները, որ կարգալուց ու պաշտոնանկարվեն, վեհապարը մի անելիք ունի, եւ դա ոչ թե հրաժարական տալն է, այլ սրանց պատժելը։ Միամտություն է մտածելը, որ սրանք խելքի կգան կամ նրանց պատժելը ել ավելի կսրի իրավիճակը։ Եվ երեք նաեւ հայտարարություն է տարածել հայերենի կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանը, որտեղ հստակ այս 10-ի կարգալուց վիճակի մասին էր խնդրում հորդորում վեհապար Հայրապետին եւ վերջում ասում էր առաքելական մեր սուրբ եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։ Հենց դրա համար վեհապար Հայրապետին որդեաբար խնդրում ենք մեր սուրբ եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին եւ այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավներին։ Ես կարծում եմ, որ շատ հստակ է ամեն ինչ։ Նոր էլ եթերից առաջ ձեր մոտ լսեցի, թե այսօր առավոտյան Փաշինյանը ուխտ երթ է կազմակերպում, ինչ որ պիտի գնա եկեղեցի, ավելորդ անգամ չգովազդելով, հետո այնտեղ ինքը ուխտ երթը առաջնորդի։ Ընդհանրապես ուխտ երթի խորհուրդ անգամ չգիտի։ Այդ բառը լսել է, ասում է, անուն լսել է, ու չգիտի որտեղից է։ Արձագանքը ուխտ երթ շատ մեծ ուխտերթ կազմակերպվեց 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, երբ նույն Փաշինյանը իր քաղաքական խմբակով պաշտպանում էր միասեռականների իրավունքները իբր ընտանեկան բռնության օրենքը, Հայաստանում հազարավոր քաղաքացիներ, փորձագետներ, հասարակական քաղաքական գործիչներ զորակցություն էին հայտնում, որ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում պիտի չանցնի։ Ի զորակցություն մեր եկեղեցու կեցվածքի եւ ընտանիքի պաշտպանության 10,000-ից ավել մարդ կազմակերպեցին, մասնակցեցին ուխտերթի, որը կազմակերպել էին մի խումբ մարդիկ, այդ թվում կազմակերպիչների մեջ նաեւ եղել եմ ես եւ իմ ընկերները։ Կազմակերպեցին, գնացինք Մայրաթոր, Սուրբ Էջմիածին, բաց խորանում, վեհապար Հայրապետը խոսք ասեց, մենք էլ ուխտ արեցինք։ Հիմա ընդ որում եկեղեցին եւս այդ ուխտերթին ուղակի մասնակից էր եւ ավանգարդում էր։ Հիմա սա էլ լսել է ինչ որ մի տեղից ձայն, բայց չգիտի որտեղից է գալիս։ Սա է իրականությունը։ Դե հիմա գիտեք ես չգիտեմ այստեղ վերցել եմ թե չէ։ Բայց մի հետաքրքիր բան է ուզում ընթերցել, որ խնդրեմ կարող եք պապկան տալ, այստեղ էլի, ես քանի որ ասում եմ դիպուկ խոսքը ասած տեղին արժի 1000 ոսկի դեղին, ես ուզում եմ անպայման հետևությունները թողել մեզ լսողներին, կներեք, սպասեցնելու համար կարող է այստեղ եմ վերցրել դրել։ Չէ, այստեղ չի։ Ահա, գտա։ Ես հիմա կարդամ որոշակի բնութագրիչներ, դուք հետո որոշեք եւ նաեւ սոցիալական ցանցերը թող ցանցերից օգտվեք եւ գնահատեք։ Խոսքը ում մասին է եւ ինչ որակման մասին է։ Եվ այսպես սա անհատի մոտ այնպիսի խանգարում է, որը չի բուժվում։
եւ որն ի դեպ հարաբերությունների սկզբում միշտ չէ որ ակնհայտ է դառնում։ Նա շատ խորամանկ է եւ աներևակայելիորեն մանիպուլյատիվ։ Նա գիտի իր զրուցակցի բոլոր ցավոտ եւ խոցելի կետերը, թե որտեղ ճնշել, ինչպես գայթակղել նրան, որպեսզի ստանա այն, ինչ նա ցանկանում է։ Երկրորդ, նա համոզված է իր բացառիկության եւ ուրիշների նկատմամբ գերազանցության մեջ։ Նա գործնականում համոզված է, որ միշտ ճիշտ է։ Երրորդ, նա կարող է լինել իմպուլսիվ եւ բռնկուն, որը շատ հաճախ ուղեկցում է ագրեսիայով։ Այդ անձը չի կարող կարեկցել։ Նա չի կարող կարեկցել այլոց մոտ արկա հոգեվիճակներին եւ զգացմունքներին։ Նա չունի մեղքի զգացում, նույնիսկ այն վիճակներում, որտեղ ակնհայտորեն մեղավոր է։ Ես չեմ ասում, ում բնութագրականն է եւ ինչ ախտանիշներ են։ Թող մեզ լսողները փնտրեն եւ գտնեն։ Սա ընդ որում մասնագիտական գնահատական է տրված։ Ավելի խորը մասնագիտական եւս ես ունեմ, դրա մասին եթե պետք լինի մասնագետները մոտ ապագայում նաեւ կարող են խոսել։ Այսքանը։ Եվ պարոն Աբացյան, այդուհանդերձ մեր անելիքները որոնք պետք է լինեն այս ամենը կանգնեցնելու նպատակով, ձեր դեկտեմբերի 18-ից հետո ձեր եթերում դուք էլ արձանագրեցիք, որ իրապես առաջին անգամ վերջին շրջանի մասնավորապես ընդդիմությունը, քաղաքական գործիչները կարողացան միասնաբար գործել կանգնեցնելու այս հայտարարությունը, որ իրենք պլանավորում էին հարձակումը Բեհարանի Բեհափա հայրապետի վրա։ Հիմա մեր անելիքը որն է եւ էլի քանի որ ձեզ հետ առիթ չենք ունեցել խոսելու, մենք նաեւ ականատեսը տեղանք վերջին տարեվերջենք Իրակյորի եւ Փաշինյանը գարնիում է, այնտեղ ճակերտավոր իրաջեկիցներից մեկը բառը բունի իմաստով հրապարակային կոչ էր անում Բեհափա հայրապետին սպանելու մասով։ Խարով Ես ուրեմն ձեր հետ ասացին, չէ, ես արձագանքել եմ այստեղ։ Հա։ Այդ որ ասում է, ես արձագանքեցի շատ հակիրճ, ասի հաչող շունը կծան չի լինում, կծան շան ատամները պիտի թափվի։ Հիմա ինչ վերաբերվում է, բառաց եմ ասել, ինչ մեր նախորդ հանդիպման ժամանակ եմ ասել, հիմա ինչ վերաբերում է մեր անելիքներին։ Օրինակ ես կարծում եմ, որ ի զորակցություն նրանք ովքեր որ մեր եկեղեցու նվիրալ եւ հավատավոր զավակներ ովքեր հնարավորություն ունեն կամ չունեն ստեղծեն հնարավորություն եւ այսօր երեկոյան եւ վաղ առավոտյան լինեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում լինեն այնտեղ մասնակցեն պատարագին մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը մեր եկեղեցու հոգևոր առաջնորդի եւ հոգևորականների հետ միասին նշելու, այդ բերկրանքը ապրելու եւ կրկին անգամ յուրաքանչյուրս մեր մեջ կրկին անգամ ուխտ անենք այն հավատարմությանը, որը որ մենք տվել ենք։ Ի տարբերություն, այսպես ասենք, սրանց, որոնք տվել են իբր հավատարմության ուխտ, խոսքս 10 հոգևորականների մասին է, բայց որոնք ուխտադրուժ են։ Ես ուզում եմ նորից ընթերցել, թե այս 10 անձնավորությունը, խոսքը 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսների մասն է, որոնք ուխտագիր են ստորագրել, իրենց ստորագրությունը դրած է։ Ես կարդում եմ ուխտագրի 3-րդ կետը։ Ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրությունը խոստանում եւ ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչեւ իմ կյանքի վերջը եւ հլու հնազանդությամբ շարունակել մնալ հրամանների եւ իշխանության տակ կաթողիկե Սուրբ Մայր Աթոռի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ Հայաստան աշխարհի առաջին լուսավորիչ Սուրբ առաքյալներից եւ նրանց օրինական հաջորդ մեր առաքելաշավիղ հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ ուղիղ հաջորդությամբ այսօր բազում է Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ խոստանում եմ հնազանդվել նրա օրինական հաջորդներին հարգելով ու կատարելով բոլոր հրամանները։ Հիմա մեզ լսողներին ասեմ, այս 10-ը սա են արել, ստորագրել են, հիմա որքանով են, սա, ինչպես ասում, պահում, ուխտը, ակնհայտ է, չէ՞ որ ուխտադուրժ են։ Եվ Փաշինյանը կառավարության 12 նախարարների, 2 փոխվարչապետների հետ 2019 թվականի հունվարի 30-ին նախագահականում երդման արարողություն են տվել։ Ես ուզում եմ այդ բարբերությունը կարդալ եւ
մեզ լսողներին մեկ անգամ եւս ցուցանել, թե ինչպես է Փաշինյանը եւ կառավարության անդամները պահում իրենց երթումը։ Եվ այսպես ասում է առաջինը երթում է Փաշինյանը. հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման երթվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի արչեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Իսկ թե ինչպես է Փաշինյանը սահմանադրությանը եւ օրենքներին պահպանում, ակնհայտ է, եկեղեցին պետությունից անջատված է, եկեղեցու ներքին գործերին արգելված է խառնվել, իսկ այն փաստաթուղթը, որ 3 ստորագրվեց 10 ուխտադրուժ հոգևորականների հետ միասին, գրած չէր Փաշինյան Նիկոլ ՀՀ քաղաքացի, գրած էր Փաշինյան Նիկոլ ՀՀ վարչապետ։ Սա է սրանց տված խոստումները եւ խոստումների պահպանումը։ Եվ կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները մեկ անգամ եւս արձանագրեն այս ստախոսների, մանիպուլյատորների, ուխտադրուժ անձանց քայլերին եւ խոսքին մի հավատացեք, մի լծվեք, այլ ընդհակառակը կարելի է խոնարհությամբ, հեզությամբ եւ պատրաստակամությամբ անել այն ինչ պետք է անի մեր եկեղեցու ցանկացած նվիրյալ եւ հավատավոր զավակ։ Այն է նորից եմ ասում, այսօր երեկոյան եւ վաղը առավոտյան մայրաթոռում այդ մեծ արարողություններն են, պատարակներն են եւ թող գնան Ջրագալուսի պատարակին եւ վաղը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը մեր վեհափար հայրապետի եւ հոգահարականների հետ միասին այնտեղ լինեն, մեղքերի թողություն, ապաշխարություն եւ հաղորդություն ստանան։ Այսքանը։ Եվ ամանորյա իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը խոսեց ապագան, այսօր է ապագան եկել է եւ 2026-ին հայ ժողովուրդը կգնա եւ եւս մեկ անգամ կվերահաստատի ժողովրդի իր ընտրությունը։ Ես սրան զուգահեռ պարոն Հապետյան հերթական պարտք են դրել մեր երեխաների, ծորների, ուսերին, այդ զեղությունը, այդ տոնախմբությունը այս իրականության մեջ։ Խնդրեմ։ Դե ասում դուք էլ ասեք, հիմա շատ էլ ասում է։ Այս անընդհատ խոսել է այդպես ոչինչ չասող փուչիկ։ Դատար կենացել չի էլի, կենացի ժամանակ մի իմաստալից խոսք է ասում։ Այլևս ասելիք չունի։ Կրկնվում է, ընկել է նույն ցիկլի մեջ, անընդհատ կրկնում, ինք իրեն համոզում, ես նույնց եմ ասում, այս մարդու մոտ տիպիկ աղանդավորի մոտեցում կա, երբ դպրոցը լավ անցել։ Ինք իրեն համոզի անընդհատ կրկնելով, հետո փորձելով ինք իրեն համոզելով, որ դա ճիշտ է, նաև փորձի մյուսներին համոզել։ Այդ գնացները վաղուց գնացել են 2026-2019 չի, 2021 չի։ Այդ կորուստներով, տառապանքով, ցավով, արտասուքով, արյունով, զրկանքներով մենք անցել ենք եւ ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ կարծում եմ իրավիճակի համարժեք գնահատական կա։ Եթե Փաշինյանը նկատի ունի ակնկալում է ընտրություններում ինքը ունի մի գործիք, բռնություններով կեղծիքներ, ոչ ավել եւ ոչ պակաս։ Այնպես որ մեր ընդդիմությունը պետք է պատրաստվի ոչ միայն որ մեր երկրի քաղաքացիները այս կամ այն քաղաքական ուժին ցայն տան, այլև փորձի դիմագրավել Փաշինյանի բռնություններով կեղծիք գործիքը կոտրելուն։ Կարծում այսքանը։ Կապ չունի, Սամվել Կարապետյանը բանտում է, թե տանն է, իր նկատմամբ քրեական գործը կա, ցանկացած ժամանակ այդ խափանման միջոցը կարող է փոխվել եւ Սամվել Կարապետյանը հայտնի բանտում, որտեվ դատավորները որպես օրենքի պաշտպաններ, արդարության պաշտպաններ իրենց կոչման մեջ չեն, նրանք ընդհանրապես գործիք են կատարելու, միահեծան Փաշինյանի հրամանները, այնպես որ Փաշինյանը իր միակ մնացած գործիքից չել հրաժարվելու, որտեվ դա է այսօր իր իշխանությունը պահում։ Այն է բռնություն, իրապահ համակարգի կողմից ապօրինություններ, բանտեր, խոզարկություններ
եւ այդպես շարունակ։ Ուղղակի մեր երկրի անդիմադիր դաշտը քաղաքական ուժերը հստակ պատկերացնեն, էլ նրանք ովքեր որ քաղաքական այսօր պրոյեկտներով են մեր ժողովրդին փորձում համոզել, նաև իշտեն որոշակի առումով իրականության մեջ, իսկ իրականությունը հետեւյալն է. Փաշինյանը որևէ ձևով ընտրություններով իշխանությունը չի հանձնելու, որպեսզի մեր անդիմադիր դաշտը մեր երկրի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին համոզի, նախ ուղղակիորեն պիտի ցույց տա իրական ելքերը։ Այո, ընտրությունը ձևերից մեկն է, իսկ եթե Փաշինյանը համատարած կեղծիքներ արեց եւ կեղծիքներից 1 ժամ հետո Եվրամիության պատկան կառույցների ներկայացուցիչները Հայաստանում ողջունեցին եւ ասին, որ 21-րդ դարի երկիր մոլորակի ամենաարդարացի, ամենաճիշտ, ամենաժողովրդավար ընտրություններն են եւ իրենք ողջունում են Փաշինյանի հաղթանակին, հետաքրքիր է, ընդդիմությունը դրանից հետո ինչ է անելու։ Այնպես որ քայլեր կան, որոնք նաև ընդդիմության առաջնորդները պետք է հաշվեն, հաշվի առնելով, որ Փաշինյանը իշխանություն չի զիջելու։ Զիջել նշանակում է իր համար կորուստ ամեն ինչի։ Այս մարդն էլ սկզբունքորեն եւ հոգեբանորեն եւ իրական կյանքում պատրաստ չէ որևէ բան հանձնել։ Գնդակը կարծում եմ ընդդիմության դաշտում է։ Այսքանը։